50-ից 60 դրամանոց հարմարավետություն, որը վերածվում է 100-ամյակների աղբի և օրգանիզմում թույնի։ Պոլիէթիլենային տոպրակների վաճառքը արգելելու մասին իշխանությունը հայտարարել էր դեռ 2024-ին։ Որոշումը ուժի մեջ պետք է մտներ 2025-ի հունվարի 1-ից, սակայն արգելքը հետաձգվեց մինչև 2027 թվականը։ Իսկ այս ընթացքում պլաստիկի և պոլիէթիլենի օգտագործման վիճակագրությունը աճում է։ Մենք պարզեցինք, որ 3000 տոննա պոլիէթիլեն 18 թվականին է արտադրվել և 2023 թվականին նրանք աճել են, գրաֆիկը տեսնում եք, աճել են մինչև 5 տոննայի։ 2027-ին որոշումը ուժի մեջ մտնելուց հետո այն խանութներն ու սննդի կետերը, որոնք չեն պահպանի արգելքը, նախ կնախազգուշացվեն, կրկնվելու դեպքում նախատեսված է 100-ից 150 հազար դրամ տուգանք։ Բացառություն կլինեն միայն աղբի և հում, մսի կամ հացահատիկի փաթեթավորման համար տոպրակները։ Արգելվելու են պլաստիկ սպասքի պարագաները ևս, սակայն դրանից խնդիրը չի լուծվելու։ Փորձագետի խոսքով լուծումն իրականում յուրաքանչյուրի գրպանում կամ պայուսակում է։ Այն օգտակար է շրջակա միջավայրի, նաև քաղաքացու գրպանի համար։ Ես գնում եմ կտորե տոպրակը 2500-ով և օգտագործել եմ, հիմա ասեմ, 19 թվից մինչև 25 թիվը, 6 տարի օգտագործել եմ, դե բերեք այդ ստացված 6000-ը, մի հատ էլ 6 տարով, 12000 դրամի փոխարեն ես տվել եմ 2,5 կամ 4000։ Պլաստիկը և պոլիէթիլենը դանդաղ գործող ռումբ են մարդու օրգանիզմում։ Այն պահին, երբ պլաստիկը տաքանում է կամ այրվում, այն վերածվում է անտեսանելի դահճի։ Վտանգն էլ միայն աղբավայրում չէ, այն յուրաքանչյուրի խոհանոցում է, երեխաների ձեռքում։ Պլաստիկից անջատվող քիմիական միացությունները, ֆտալատները վնասում են մարդու ամենանուրբ օրգանները։ Առաջացնում է տարբեր օրգան համակարգերի խանգարումներ, սկսած հորմոնալ խանգարումներից հանրությանը հայտնի է վահանաձև գեղձի խանգարում, ենթաստամոքսային գեղձի շաքարային դիաբետի տեսքով խանգարումներ, ուրեմն այս ֆտալատով շիշը օգտագործում է մեկ անգամյա, երեխային դպրոց տալ շաբաթով, ամսով ջուր լցնելով մենք վտանգում ենք մեր երեխաների կյանքը։ Չնայած փորձագետների նախազգուշացումներին, շատերը նույնիսկ տեղյակ չեն պլաստիկի և պոլիէթիլենի վտանգավոր հատկություններից։ Ոմանց համար սա պարզապես հերթական անհարմարություն է, իսկ մյուսները ողջունում են որոշումը, անցել են կտորե այլընտրանքին։ Ոչինչ, թո ցելոֆանը վերանա, գումարային, որ մի քիչ էլ ավելանա, ոչինչ։ Ես երկուսին է կողմ եմ։ Ճիշտ կանեն, որ հանեն, բայց ինչ տեղը կլինի, չգիտեմ։ Ես թվում է ավելի լավ կլինի։ Այդ չգիտեմ, եթե ավելի շատ գումար ուզեն, հաստատ դեմ եմ։ Ինչու 2020-ին կամ 2023-ին այդ արգելքը չաշխատեց, փորձագետը նշում է, վերահսկողություն չկար, իրազեկում նույնպես։ Որոշումը միայն թղթի վրա չպետք է գրվի, չէ։ Որոշման համար հարկավոր է, որ և արտադրողը, և սպառողը, դրանք կլինեն, ասենք, օբյեկտներ, որոնք պետք է փաթեթանյութը օգտագործեն, կամ հենց ազգաբնակչությունը, որը գնում է, պետք է իրանք էլ տեղեկացված լինեն, որ ավել քանակի օգտագործումից հրաժարվեն։ Հայաստանը 1 տարի ժամանակ ունի ձերբազատվելու պլաստիկե կախվածությունից։ Օրենքն ընդունված է, տուգանքները սահմանված։ Ալինա Սահակյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։